Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար Դավիթ Մերկոնյան մեր սիրելի նվագախումբը հարուստ պատմությամբ շատ կարևոր է գեղարվեստական ջազում և շարունակում է իր ընթացքը այսօր ներկայացվելու է բացառիկ ծրագիր
նվիրված Շարլ Ազնավուրին։ Ծրագիրը ստեղծվել է որպես ամբողջական էներգիայի նախագիծ, որը ներկայացվել է աշխարհի շուրջ 10 երկրներում։ Այս մեկնաբանության մեջ Ազնավուրի երաժշտությունը ներկայացվում է նոր հնչողությամբ, մեծ նվագախմբի համար մշակված ջազային լեզվով, բայց պահպանելով բնօրինակի զգացմունքային խորությունը։ Ծրագրի մենակատարներն են բարեկամներ հրաշալի հայ երգիչներ, յուրահատուկ ձայնի ու տաղանդի տեր արտիստներ, Գոր Սուջյանը և Ինգա Արշակյանը, որոնց արտակարգ և ազդեցիկ կատարողականությունը նախագծի անբաժանելի մասն է, և առանց որոնց դժվար է պատկերացնել այս ծրագիրը։ Հատկանշական է, որ այս բոլոր գործիքավորումները ստեղծվել են հատուկ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համար։ Դրանցից աշխատել են դաշնակահարներ Արման Տեշպատջյանը, ձերծափարությունները Վահագն Հակոբյանը, ինչպես նաև նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մերկոնյանը։ Հայաստանի պետական ջազ նվագախումբը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում հանդես գալով նոր ծրագրերով, հայաստանյան և միջազգային համագործակցություններով, կրթական նախաձեռնություններով, այդ թվում ջազ լավ ձևաչափի զարգացմանը նպաստելով և ձևավորելով հայկական ջազի ժամանակակից հնչողությունը։ Ուզում եմ պտտվել ու տեսնել արդյոք մենք պատրաստ ենք, այն հաճելի ձայնին, որ նախորդում մեզ տպավորող ու այսքան սպասված պահին բարեկամներ։ Եվ այսպես մեր ջազային տիտան, հրաշալի պատմության կրում, մարդիկ, ովքեր արդեն և երիտասարդ ծերունի ներկայացուցիչ են, բայց պատվով ու մեծ սիրով շարունակում են ապրեցնել հայկական ջազը ու ներկայացնել այն ամբողջ շնորհ։ Ձեր բարձր ծափահարությունների ուղեկցությամբ ես հայտարարում եմ Հայաստանի պետական ջազ նվագախումբ և անզուգական ու հիանալի Ինգա Արշակյան։ Je veux pas